Ես Աննան եմ Թորոսյան, աշխարհամենագեղեցիկ մարզից, Լոռու մարզի Սպիտակ քաղաքից։ Նկարչություն սկսել եմ, երբ որ սկսեցի հաճախել դպրոց, այդ ժամանակ, երբ արդեն ձեռքից տակ ունեցա բոլոր այն անհրաժեշտ նյութերը, որոնցով որ պետք է դպրոցում աշխատեին կերպարվեստի ժամին, այդ շրջանից սկսած ես հասկացա, որ մեծ սեր ունեմ դեպի նկարչությունը եւ իմ ուսուցիչն այդպես ոգևորեց, որից հետո ես սկսեցի շատ աշխատել եւ ընդունվեցի Սպիտակի գեղարվեստի դպրոց, որտեղ 5 տարի սովորելուց հետո ընդունվեցի Վանաձորի Արվեստի պետական քոլեջի գեղանկարչության բաժինը, որից հետո Վանաձորի պետական համալսարանի կերպարվեստ բաժինը եւ այնուհետեւ Երևանում Գեղարվեստի ակադեմիայում գեղարվեստական տպագրության բաժին, արդեն մագիստրատուրան։ Փոքր շրջանից սկսած իմ ամբողջովին ստեղծագործական է եղել եւ հենց այդ շրջանից ես չեմ պատկերացրել այլ մասնագիտություն, որ կարող եմ ես ունենալ, ինչ հիշում եմ ինձ, առավոտից մինչ երեկո ես անընդմեջ նկարչության մեջ եմ եղել եւ ստեղծագործել եմ։ Վերջին տարիներում ես ստեղծագործում եմ գրաֆիկական ոճի մեջ եւ հիմնականում թղթի վրա եմ աշխատանքը եւ այդ ստեղծագործական process-ը հետաքրքիր է եւ մտքերը այսպես հասունանում են եւ այդ սպիտակ հարթության վրա եւ որ մոտենում ես, հետաքրքիր է հենց այդտեղից է սկսում, որ այդ հարթության մեջից դու հանում ես նկարելով ինչ որ պատկերներ եւ դա լինի հոգեվիճակ, զգացողություններ, առհասարակ եւ դա ամենաֆանտաստիկ բանն է ինձ համար, որ կարող եմ ես անել որպես ստեղծագործող անհատ։ Աշխատանքին կարևոր է իհարկե արդյունքը, որովհետև արդյունքն էլ, բայց իհարկե process-ը շատ կարևոր է, որովհետև հենց այն զգացողությունները, ապրումները հենց այդ process-ի ժամանակ ես ունենում, իսկ արդյունքը արդեն լավ է, բայց միառժամանակ այդ process-ին դու կարոտում ես, քանի որ այն ինչ տեղի է ունենում քո խնդիրը, որպես ստեղծագործող, հենց այդ process-ի ժամանակ է տեղի ունենում։ Իսկ ավարտելուց հետո դու արդեն այն ինչ զգացել ես, դու հանձնել ես արդեն, հանձնում ես դիտողին, այլևս քոնը չէ։ Դիտողը արդեն կարող է զգալ այն, ինչ ինքը կարող է պատկերացնել եւ հասկանալ։ Իմ խնդիրը մինչ այդ է, թե ինչ կստեղծագործեմ կամ ինչ կնկարեմ, ինչ գույներով, ինչ նյութերով։ Երբեմն աշխատանքներ կան, որ կարող են դիտել եւ կոնկրետ ինչ-որ բան պատկերացնել, բայց հիմնականում ավելի գլոբալ խնդիրներ են, այդքան կոնկրետ բան չեմ նկարում, այն ինչ իմ մեջով անցնում է, ինչ որ զգում եմ եւ իհարկե նաեւ միջավայրում ինչ է կատարվում, դա բնականաբար իր ազդեցությունը թողնում է ինձ վրա եւ ես դա փորձում եմ ոչ ֆորմալ ձևով վերարտադրել, հանձնելով թղթին իմ միտքը։ Ոգեշնչումը կարող է լինել տարբեր, անգամ երաժշտությունը կարող է ինձ ոգեշնչել, ինչ որ ուրախ ինչ որ իրավիճակները կամ նաեւ ճիշտ հակառակն է լինում ինձ մոտ, որ ինչ որ սուր զգացողությունների ժամանակ, չգիտեմ, ինչ որ տխուր կամ ինչ որ եթե նույնիսկ դեպրեսիվ ինչ որ վիճակներ, նման ժամանակ նույնպես ես մեծ հաճույքով նկարում եմ, որովհետև նկարչությունը ինձ համար դա ինքնաքննություն է եւ նկարելով ես զրուցում եմ ինքս ինձ հետ եւ հենց այդ ստեղծագործական process-ը ինձ համար իմ ընկերն է այն պահերին, երբ որ ես ուզում եմ մենակ մնալ եւ հասկանալ
եւ ինքս ինձ եւ ամբողջ աշխարհին։ Ցանկացած ստեղծագործող մարդու կյանքում բնականաբար բացի այն հաստատությունները, որտեղ մենք սովորում ենք որպես արվեստագետ ձևավորվելու համար, միշտ կա ոչ ֆորմալ կրթության ձև։ Եվ այդ մարդիկ լինում են քո ընկերները կամ ինչ-որ մի միջավայրում ծանոթանում ես նրանց հետ եւ այդ մարդիկ լինում են այդ շրջանում այն ուղեցույցը, որը որ քեզ տանելու է դեպի այն մեծ ճանապարհը արվեստի, որով դու պետք է անցնես։ Եվ բացառություն չեմ նաև ես եւ իհարկե ես անչափ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ճիշտ ժամանակին հայտնվեցին իմ կյանքում եւ կարողացան իրենց ճիշտ խորհուրդներով ինձ դնել այդ ճանապարհի մեջ, որը իմ համար եղավ ճակատագրական։ Եվ ստեղծագործողներից ինձ շատ ոգևորեց Երվանդ Քոչարը, երբ նրա տուն-թանգարան ես գնացի, իմ մոտ այնպիսի զգացողություն էր, կարծես այդ ամբողջը իմ գործերն էին, եւ ես ինչ-որ մի պահ քնած էի եւ արթնացա ու հիմա տեսա այդ աշխատանքները։ Տուն-թանգարանից հետո ես գնացի տուն եւ հաջորդ օրվանից սկսեցի ստեղծագործել հենց գրաֆիկական ոճի մեջ։ Առաջին 1-2 գործը որոշակի ազդեցություն կար, բայց դրանից հետո արդեն բնականաբար դու քո ուղին գտնում ես, քո ձևը, քո ոճը, ստեղծագործական մոտեցումը, այդպես։ Հիմա շատ օրինակ լսում եմ, որ համեմատություն են անում, քանի որ իմ ստեղծագործությունները նաև որոշակի սյուրռեալիստական ոճի մեջ է, եւ այդ ոճում ստեղծագործող մարդկանց հետ, երբ որ ասում են այ օրինակ Դալին, Ռենե Մարգրիտը կամ Ֆրիդան, չգիտեմ, իրենք սյուրռեալիստներ են, որոշակի նմանություններ, բայց իհարկե սիրում եմ բոլորի արվեստն էլ, բայց այն ինչ որ ես անում եմ, դա իմ ներսից է գալիս եւ ես ստեղծագործում եմ այն ինչ ես եմ զգում, պատկերացնում, վերարտադրում երևույթները այդ ոչ ֆորմալ ձևով, որը հենց ինքը իրենով վեր իրականությունը եւ ինձ հենց դա է դուր գալիս, որ ուղերձս ոչ ուղիղ եւ ռեալ ձևով է։ Իմ ստեղծագործությունների միջոցով ես փորձում եմ ցույց տալ, ինչպես նշեցի, ամենաառաջինը հենց մենք մեր ներսն ենք նկարում, բայց իհարկե քանի որ մեր իրականության մեջ անընդհատ ինչ որ շատ արագ տեմպերով փոփոխվող երևույթներ են տեղի ունենում, դա իր ազդեցությունը թողնելով դու փորձում ես հատկապես այս պատերազմական շրջանը եւ մեր երկրում եւ ամբողջ աշխարհում տարբեր տեղ որտեղ տեղի են ունենում, դրանք նույնպես իրենց ազդեցություն ունենում են։ Տվյալ պահին այն շարքը, որ ուզում եմ սկսել եւ ցուցադրվել, հենց խաղաղության թեմայով է լինելու, բայց ինքը այդքան էլ հենց ուղիղ պատերազմին չի վերաբերվում, ավելի շատ ազատություն քո ներքին մտքերին, ներքին եսին, խաղաղություն քո հոգում։ Եվ կարծում եմ, որ երբ որ մարդը հոգեպես ինքը խաղաղ է, հանգիստ, ես շատ սեր ունի իր մեջ, այդ պարագայում նա չի կարող չարիք ստեղծել, չի կարող վերացնել այն գեղեցիկը, որը ստեղծվել է տարիների ընթացքում։ Բոլոր վատ բաները ստից տեղի են ունենում հենց այդ սիրո պակասից։ Արվեստի ուժը ես զգում եմ ամեն օր եւ դա կմեկնաբանեմ այսպես, փոքր ժամանակ բոլորս երևի մուլտֆիլմեր, հեքիաթային ֆիլմեր դիտելուց մեզ հատկապես դուր էր գալի այն փերիների կախարդական փայտիկները, որով հրաշքներ էին գործում եւ նայելուց միշտ երազում էի ու ասում այ Երանի այդ փայտիկից մենք էլ ունենանք։ Հիմա ես լինելով ստեղծագործող մարդ, ես համարում եմ, որ այդ կախարդական փայտիկը ունեմ
Եվ այդ փայտիկը հենց այն է, այն գործիքը, որով որ ես նկարում եմ տվյալ պահին, լինի մատիտ, վրձին, չգիտեմ, գրիչ, եւ ես կարողանում եմ անել այն, ինչ որ ես զգում եմ, եւ դրանից մեծ երջանկություն չեմ էլ պատկերացնում, որ երբևէ կարող էր ինձ տրվել։ Դասավանդել սկսել եմ դեռ տարիներ առաջ, քոլեջ ավարտելուց հետո, քանի որ մեծ սեր ունեի երեխաների հետ աշխատանքում եւ մինչ օրս աշխատելով երեխաների հետ իհարկե հասկանում ես մի բան, որ անընդմեջ դու սովորում ես նրանցից, ինչքան էլ որ տալիս ես, միաժամանակ նաեւ սովորում ես եւ ես կողմ եմ միշտ այդ ոչ ֆորմալ դասավանդման մեթոդներին, իհարկե չանտեսելով այն դասականը, որը որ կա, բայց կարծում եմ, որ պետք է ազատություն տալ եւ հենց այդ ազատությունը տալուց հետո դու զգում ես, թե ինչպես են երեխաները կարողանում զգալ այն, ինչ իրենց շուրջն է կատարվում, ազատություն տալ իրենց մտքերին, որ մինչեւ այդ բավականին կոմպլեքսների մեջ էր եւ չէին պատկերացնում, որ կարելի է տվյալ բանը վերարտադրել այսին ձևով։ Եվ հենց այդ ստեղծագործելն էլ թույլ է տալիս նրանց, որպեսզի կարողանան անկաշկանդ իրենց մտքերը արտահայտել եւ ոչ միայն թղթում, նաեւ իրենց խոսքի մեջ։ Աշխատանքս ոչ միայն երեխաների հետ է եղել, այլ նաեւ տարիքով մարդկանց հետ հոգեկան խնդիրներ ունեցող արտ-թերապիայով եմ զբաղվել 2012 թվականից սկսած, քանի որ երբ որ խմբակի մեջ երբեմն լինում են, որ հաճախում են այնպիսի երեխաներ, որոնք որ հատուկ կարիքներ ունեն, նման պարագայում ես ինքս էլ զգացի, որ պետք է ուսումնասիրել, որպեսզի կարողանաս օգնել եւ ճիշտ հասցնել այն, ինչը որ ես զգում եմ, դա նաեւ ինչ որ չափով փոխանցել տվյալ երեխային կամ գուցե մեծահասակին, չէ որ հենց ինքը արտ-թերապիան իրենով հուշում է բուժում արվեստի միջոցով եւ այն կարող է նրանց բավականին օգնել։ Այդ պատճառով իմ ուսումնասիրությունները սկսեցին այդ ոլորտի մեջ, հոգեբանության, եւ մինչ օրս ես նաեւ աշխատում եմ նրանց հետ ու բավականին հետաքրքիր է, ասեմ նաեւ, որ շատ բան եմ սովորել նրանցից եւ լրիվ որպես ստեղծագործող մարդ իմ աշխարհայացքը այդ աշխատանքի ընթացքում նույնպես փոխվեցին դեպի մարդկանց, նրանց վերաբերմունքը եւ կարծում եմ ոչինչ պատահական չի լինում մեր կյանքում, քանի որ այն ինչ մեզ պետք է տվյալ ժամանակ ինքը հայտնվում է մեր իրականության մեջ եւ մենք ինքներս պետք է հասկանանք ինչպես դա օգտագործենք եւ հենց այն շնորհն է, որ մեզ տրված է, դա նույնպես ինքնանպատակ չէ եւ մենք պետք է ծառայեցնենք նաեւ մարդկանց օգնելուն եւ երբ որ մենք հասկացել ենք, որ արդեն դա է մեզ տրված, մենք ապրում ենք դրա մեջ, մենք նաեւ գիտակցում ենք, որ դա կարող ենք փոխանցել ուրիշներին, ինչ որ կերպ գուցե մենք չենք հասկանում տվյալ պահին եւ ինչով է կայանում մեր օգնությունը, բայց կարծում եմ, որ դա իր ազդեցություն ունենում է։ Դե քանի որ ես Լոռու մարզից եմ եւ ծնվել եմ, իմ շուրջը սարերն են, բնությունը եւ ես լեռների մարդ եմ, այդպես եմ ինձ համարում եւ ահա որ շատ եմ սիրում լինել սարերի վրա, հատկապես այդ պաստելային գույները, երբ որ զգում եմ, տեսնում եմ, երբեմն ասում են ինչի չես նկարում սարերը կամ հենց այդ տեսանները, որ քո աչքի դեմն են, ես բոլորին միշտ ասում եմ, որ ես այնքան եմ ուզում այդ ամենը զգալ, ամեն անգամ տեսնելուց թվում է նոր բան,
կապը երկնքում, չգիտեմ, բնության մեջ տվյալ պահին, որ ձեռքս չեմ կարողանում վերցնել վրձին եւ նստել ու նկարել հենց այդ պահին բնությունը, որովհետեւ այնքան չքնաղ է, որ ես նախընտրում եմ դա վայելել եւ այդ զգացողությունը այլ կերպ եմ ես փոխանցում իմ աշխատանքների միջոցով թղթին։ Պարտադիր չէ ռեալ նկարել սարերը, դաշտերը, ծառերը եւ այդ հրաշալի զգացողությունը իմ մեջ ապրում է եւ կարծում եմ, որ հենց դա կա իմ ստեղծագործությունների մեջ, բնության հետ կապը։ Ինքնավերագտնումը ես հենց միայն նկարչության միջոցով եմ կարողանում, լինում են պահեր, երբ որ այդ շրջանն է գալիս, չգիտեմ, ինչ-որ տխուր կամ ինչ-որ հուսահատ վիճակ, ես տարիների ընթացքում գիտակցելով այդ ամենը, փորձում եմ հնարավորինս հեռացնել ինձնից այն ամենը, մաքսիմալ, այն ամենը, ինչը կարող է բերել նրան, որպեսզի ես չկարողանամ տվյալ պահին ստեղծագործել, քանի որ նկարչությունը իմ ամբողջությունն է եւ դրանից ուրիշ ոչինչ թանկ ու կարեւոր ինձ համար չկա։ Իմ մի մասն է եւ ես չեմ կարող դրանից հրաժարվել, ուստի ես շատ խնամքով եւ հոգատարությամբ եմ վերաբերվում դրա համար ուշադրություն եմ դարձնում իմ շուրջը կատարվող ամեն ինչից, հնարավորինս հեռու պահելով ինձ եւ իմ միտքը այն ամենից, այն գուցե ինչ-որտեղ մարկանցից կամ հարաբերություններից, որոնք կարող են բերել նրան, որ ես չնկարեմ, բայց միևնույն է, մի հետաքրքիր բան կա, որ ներսից ունեմ մի ուժ, որ ինձնից ավելի ուժեղ է եւ ինչքան էլ թվա թե ընկած պահ է ինձ համար, բայց այդ ուժը ինձ ոտքի է կանգնեցնում եւ ես շարունակում եմ ստեղծագործել եւ առաջ նայել անկախ ինձ հանդիպած դժվարությունները։ Ստեղծագործող արվեստագետներին ես կցանկանամ, որ լինեն ավելի համարձակ, չվախենան բոլոր այն խոչընդոտներից, որոնք կհանդիպեն իրենց ճանապարհին, քանի որ արվեստագետի ճանապարհը չի կարող լինել հարթ, հատկապես չեմ կարող չշեշտել աղջիկ ստեղծագործողների, որովհետև մի քիչ ավելի բարդ է այս իրականության մեջ, բայց միևնույն է հաղթում է այն ուժը, որը որ քո ներսում է եւ կարծում եմ, որ այն ինչ որ քո ներսում է եւ դու դա այնքան շատ ես զգում եւ չափից շատ ես ուզում, ոչինչ չի կարող քեզ խանգարել։ Ուստի պետք է նայել առաջ եւ միշտ ստեղծագործել եւ ոչ մի վայրկյան չպետք է դադարել, որովհետեւ մի բան հստակ գիտեմ, որ արվեստը թույլերին չի խնայում եւ դու պետք է ուժեղ լինես, ինքնատիպ լինես եւ ունենաս այն ինչ որ քոնն է, քո ներսից է գալիս, ոչ թե նմանակես, ընդօրինակես այն ինչ որ կատարվում է մեր իրականության մեջ, այլ ավելի լավ է քիչ անես, բայց քոնը լինի, քան խոսես մեծ բաներից, բայց քո սեփականը չլինի։ Շատ սեր, համարձակություն այն գործին, ինչը որ անում են, դա ամենաառաջնայինն է ու կարևորը։